Այս գարնի վայրի վարդեր նախոստացավ ու հեռացավ Կյանքն ու այդ օրվանից վայրի դարձավ ու բարկացավ Ճակատին գրված ուղին դու չես փոխի պիտի անցնես Քո ճամփին հազար փորձանք ու տառապան դեռ կտեսնես Իմ հեքիաթ Ջան, դե իրեն էլ հասկացի, հազար ու մի բանի ծախս կա, տան վարձ կա, հագնել կա, ուտել կա, ինչ անի։ Գիտեմ, դա հենց դրա համար էլ ուզում եմ աշխատեմ։ Բայց ոնց պիտի անես, որ մաման իմացավ դուրը չի գա։ Մաման չպիտի իմանա, նվար տատա։ Բայց ոնց չի իմանա, գիշերը աշխատես ու չիմանա։ Գյուղում եղած ժամանակ ամբողջ ոսկեղենս վաճառեցի։ Ինձ թվաց ամուսնական մատանուց ձեռք չեմ տա, բայց ստիպված եմ։ Որոշ ժամանակ գոնե էլի յոլա կգնանք, մինչև աշխատանք գտնեմ, աշխատեմ։ Մամա, ինչ ես սենց բան արել։ Աննա ջան, մեզ հիմա ավելի շատ փող է պետք։ Մամա, դի սենց բան անեիր, մամ։ Մամա, դու ասել էիր, որ երբեք չես ծախելու։ Այդ պապայից մնացած միակ հիշատակն էր, մամա։ Սխալվում էի։ Մամա, չպետք է սենց բան անեիր, մամ։ Պահարանի վրա նկարի մոտ փող կար դրած, չես տեսել։ Լավ, գնա դուրս արի այստեղից։ Չեք գոռում։ Ասում եմ դուրս արի, խոսում ենք։ Ինչ է գոռում։ Բա եթե փող ես դրել, ինչ եղավ այդ փողը։ Չեմ հավատում ես քեզ։ Ուրեմն խաբում եմ ես։ Մի ամիս երեկոյան ժամը 6-ից մինչև գիշերվա 1-ը։ Հասկացար, այդ ժամին արդեն առաջի պարտիան հանում են փեջերից։ Դու կդասավորես ու կգաս տուն, ուրիշ ոչ մի բանի հետ դու գործ չունես։ Եղավ։ Հիմա այս ամեն գնալու ենք, աղջիկ ջան, սա քո վրա է մնալու։ Ինքդ պետք է կարողանաս արագությամբ այդ գործը անես, գնդես, դնես այնտեղ։ Կարողանաս։ Կփորձես։ Կարողանաս, արդեն երևում է, որ մի քիչ արագ շարժվի։ Ձեռք սովորի, ձեռքը շատ լավ է, երազանցավ։ Սկզբի համար շատ լավ է, Աննա ջան։ Շատ երազանց։ Արի Աննա ջան, արի մոտեցի ստեղ, որ ցույց տամ ոնց անես արագությունդ մի քիչ բան անես արագ սկսես շարժվել, շատ դանդաղ է շարժվում։ Ցես դանդաղ որ շարժվես, ոչ մի բան չեն հասցնի։ Աստիճանաբար ինքը արդեն արագությունը ձեռք կբերի։ Քիչ արագ, զուշ եղի որ ձեռքերդ չվնասես Աննա ջան, ու աշխատի որ արագացնես գործը։ Թե չկգան համորը կտանեն հացը թխելու համար, արդեն մենք չենք հասցնի ուշանանք։ Այս աշխատանքի մեջ արագությունը ամենակարևորն է։ Ճիշտ աշխատելը պետք է բալիս։ Մի քիչ արագացրու։ Լավ, Լաուրա ջան, դու կտրի թող գա մի հատ ինքը դռնախի այս մոմենտը նայ երեխեն, ոնց արդեն հասունացած է։ Արի Աննա ջան, արի գալիս։ Դու Լաուրա տիտյային, արի մոտս կանգնի աղջիկ ջան։ Նայ, գունդը դնելուց ուշադիր։ Հանգիստ, որ ինքը շատ չտարածվի գունդը։ Ձերքդ Սա բյուլամաշա կոչվում, այսինքն, որ իր գույնը պարզեցնելու, վաղ լինելու համար։ Նայ, ինչպես եմ ձեռքս դու, այդ մոմենտը պետք է այդ րոպեն էլ, ահա, շուր տվեցիր, նայ,
Մի հատ նայի, որ հիմա դու ես անելու։ Դու լամաշը քսեցիր հացի վրա։ Գունդը աշխատում ես նուրբ հեսա, ոչ թե ամբողջ ուժով, այլ նուրբ, գեղեցիկ բացում ես։ Աշխատում ես մեջի օղակը համաչափ լինի, հավասար լինի։ Երկու կողմերի 4 կողմը, որ մեջի գիծն ես տանում, նայի Աննա ջան։ Ահա, ձեռքիդ վրա։ Նայի իմ մատերի շարժումը, բալիս ոնց եմ անում։ Ու գցում ես, արդեն մատնաքաշ թխվելուց հետո ինքը շատ սիրուն մատնաքաշ արել։ Թոթո սիրուն, քո նման սիրունիկ, նայի բալես, կարող ես փորձի։ Ես սիրում եմ, որ իրենք մատերիդ մի հատ դուլամաշիր, ապրի աղջիկը, գցի, նուրբ, երկու ձեռքերով, աշխատի երկու ձեռքերով, որ արագ լինի։ Ապրես, մի քիչ է, բացվածքը տուր, խմորի բացվածքը տուր, ապրի աղջիկը։ Դե հիմա կլոր օղակը տուր, կլորացրու, աշխատի, հա, շրջում ես, մոռացել եմ, շրջել ես, երբեմն մենք էլ ենք քանի տարվա աշխատող ենք, բայց շփոթվում ենք, բալես, տեսնում ես, ահա, ապրի բալիկը, ահա, դե հիմա գլոր օղակը տուր, լավ է ստացվում է երեխայի մոտ, ապրի աղջիկը, շատ շուտ կսովորես, բալես, շատ լավ է, մեջտեղի գիծը տուր, դե հիմա ձեռքերից վրա մի քիչ երկարացրու, ոչինչ, թող առաջինն է, քանի անգամ այ Օֆիկ ջան, թող մի բան էլ ես բացատրեմ այս երեխուն, բացատրի, լավ, դե լավ, դուք ձեր գործ արեք, ես գնամ ջուր խմեմ գամ։ Ստացվեց ոչինչ, դիր, գունդը դիր, բալիս, այդ սկզբից մենք էլ ենք տենց սովորել, նայի։ Հակոբ ջան, պատրաստ է, տես ինչ ես Շարժվի, Աննա ջան, գնենք ժամանակը, արդեն հասնելու ժամանակը, չէ, ես վերցրու սկսի հետևից մաքրելը, ես տուր Օֆիկ ջան, ես վերցնում ես, նայի աղջիկ ջան, այս ինձ խմորները մաքրում ես, քո հետևից, ամեն աշխատանքից հետո պետք է սենց մաքրես սեղանը, նոր տուն գնաս։ Մի քիչ արագ շարժվի։ Նորա, էլի սկսեցիր քո, մի քիչ, երեխա, նորա եկե, թող երեխան իրա գործը կատարում է։ Այ Օֆիկ ջան, կլինի, որ ես մի բան խոսամ, դու հետևից չխոսես։ Ոչինչ, որովհետև երեխան հուսալքում ես, չի կարելի։ Դու որ եկել ես այտենց արագ էիր աշխատում, մոռացել ես քունդ տանում էր, ննջում էիր։ Այ Օֆիկ ջան, քո ասածն է, ես մի բան ասեմ, դու հակառակը անպայման պիտի ասես։ Խասյատս գեշնա, ինչ Աննա ջան, մի հատ ես կողմ ունայ, փոխանակ երեխուն ոգևոր ես, նայ բալես, ինչ լավ հացեր է դա։ Սրա կեսը քո շինում է, բալիկ ջան, տեսա։ Ես որ համաձայնվեցի, որ գնամ, շատ ուշա, ոնց կգայ ժամին, խր 12-ն է, մինչև հիմա պարապում են, չէ, էլ չեմ թողնի գնա վերջ։ Գոնե հաստատ իմանայի, որ շենքում են կգնայի հետևից, իշնեմ դրսում սպասեմ։